Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ձեր ներկայությամբ էր, որ այստեղ Էդգար Ղազարյանին չեն ընդունել, ձեզ փաստորեն ընդունելու են, որ սպասելու եք։ Դեռ չգիտեմ, կընդունեն թե չեն ընդունի, բայց ինչպես կարգն է քաղաքացիների ընդունելության, ես զանգահարել եմ, գրանցվել եմ, եւ ճիշտ ասած ես ինչ հարցով եք դուք գնալու։ Ես քանի որ տեսնում եի Էդգար Ղազարյանը հետևականորեն գալիս է, փորձում է հանդիպում ունենա հանձնաժողովների, պատգամավորների, նախագահի տեղակալների հետ, չի ստացվում։ Ես մտածեցի, որ ինքս էլ փորձեմ, որովհետեւ այդ նույն հարցերը ինձ էլ են հուզում ու ոչ միայն ինձ, իմ շրջապատում բազմաթիվ մարդկանց են այս նույն հարցերը հուզում։ Ես իրենց ասացի, որ անձնական խնդիր չունեմ քննարկելու համար պարոն Ռուբինյանի հետ եւ կառավարության ծրագրի կատարման հետ կապված հարցեր ունեմ եւ պատրաստել եմ, հասկանում եմ, որ ժամանակը սահմանափակ է, այս ընդունելության ժամանակ ես շատ երկար ցուցակ չեմ պատրաստել, բայց մի 4 հարց պատրաստել եմ պարոն Ռուբինյանի հետ խոսելու համար։ Հա, իհարկե, ծրագրից առաջին հերթին ինձ հետաքրքրում էր, օրինակ, գիտեք իհարկե տեղյակ եք, որ մենք ունենք միջխորհրդարանական հանձնաժողովներ եւ այդ հանձնաժողովներից մեկը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն է, որի նախագահ Արլեն Սիմոնյանն է եւ կազմում ընդգրկված է Ռուբեն Ռուբինյանը, ով որ այսօր ունի ընդունելություն եւ իմ հարցերից մեկը սա է, այս հանձնաժողովը որքան ես տեղյակ եմ, երբեք նիստ չի գումարել, ոչ մի հարց չի քննարկել եւ ես ուզում եմ իմանամ իրանք արդյոք պատրաստվում են նիստ հրավիրեն, մենք ինչպես գիտենք ազգային ժողովի Արցախի ազգային ժողովի պատգամավորները հիմա Հայաստանում են գտնվում եւ գաղտնիք չի, որ բազմաթիվ հարցեր են կուտակվել Արցախահայերի խնդիրների հետ կապված սոցիալականից մինչև իրենց իրավունքների պաշտպանության խնդիրներ։ Ինձ հետաքրքիր է, որպես հանձնաժողովի անդամ պարոն Ռուբինյանը պատրաստվում է ներկայացնի առաջարկություն այդ նախաձեռնությամբ հանդես գա, որպեսզի այս հանձնաժողովը նիստ հրավիրի եւ Արցախի պատգամավորներին էլ հրավիրեն քննարկեն այս հարցերը։ Սա հարցերից մեկն է, որ ես պատրաստել եմ պարոն Ռուբինյանի հետ քննարկելու համար։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ճիշտ ասած, քանի որ իմ առաջին հանդիպումն է, ես ձեռնպահ կմնամ ինչ որ բաներ ասելուց, բայց դե բնականաբար գիտենք, բոլորս հետևում ենք ազգային ժողովի աշխատանքներին, եւ որ ընդդիմադիր պատգամավորները նման հարցեր են բարձրացնում, իրանց պատասխանները ամբողջ բոլորի աչքի առաջ են։ Հիմա ես հույս ունեմ, որպես քաղաքացի, մտահոգ քաղաքացի, ով այս հարցերով եկել է իրանց մոտ, իրանք որևէ հոդաբաշխ պատասխան կտան։ Եվ ձեր կարծիքը ինչպես է այս իրավիճակը ընկալում, երբ օրինակ երկու քաղաքացի գրանցվում են հանդիպման համար, մեկին մերժում են, իսկ մյուսին ընդունում են։ Հա, այդ անարդարության զգացումը կար ինձ մոտ եւ պիտի խոստովանեմ իմ մոտ այդ մոտիվացիաներից մեկը հենց դա էր, էլի, որ այդ անարդարության զգացումը, այս ինչ խտրականություն է, ասենք, մենք տեսել ենք հենց նույն օրը Էդգար Ղազարյանի հետ գրանցված մյուս քաղաքացիներին ընդունել են եւ իրեն հատուկ թույլ չեն տալիս ներս մտնի եւ այդ պատճառներից մեկն է, որ ես ուզում եմ անձամբ տեսնեմ իմ նկատմամբ էլա լինելու նման խտրական վերաբերմունք թե ոչ։ Էդգար Ղազարյանի դեպքում իրենք միգուցե էլի չարդարացված ասում են, որ միգուցե իր հանրային գործունեությունը, իր քաղաքական գործունեության հետ խնդիրներ ունեն, ես չգիտեմ, բայց ես որպես մտահոգ քաղաքացի, ում իսկապես հետաքրքրում են այս խնդիրները, որ ես այսօր պատրաստել եմ, շատ են իմ հարցերը, բայց ես մի 4-ը հիմա գրել եմ, եթե ժամանակը ների, շատ կուզենամ, որ պարոն Ռուբինյանը ինձ անձամբ իմ աչքերի մեջ նայելով պատասխանի այդ հարցերին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։